Չորրորդ կետը։ Գիտեք, մենք ծնվել մեծացել ենք գյուղում եւ ինչ ենք տեսել այդ ամբողջ ընթացքում։ Պետական մասնակցության համարյա 0%։ Պետությունը գյուղի հետ վարվելակերպ անկախությունից հետո շատ դժվար է ունեցել։ Մենք գիտեմ այսօր խոսենք այդ մասին, ինձ հետ նաև կարող է հակաճառել, բայց ես վստահ եմ, որ մեր գյուղի հետ պետական քաղաքականության փոփոխություն է պետք։ Մեր գյուղը պետությանը չի զգում։ Պետությունը գյուղում ներկա չէ։ Որպես գյուղացի, ինչ անում գյուղացի։ Տարվա սկզբին նայում է թե անցածվարի իշխաններ վերքի կին են։ Ու հաշվում է, գնում է վարկ է վերցնում գյուղատնտեսական ու գնում է վճարում է դիզելի համար, բարեկամների համար, սերմի համար, ամբողջ տարի աշխատում է, տանջվում է, գալիս է վաճառքի ժամանակը, սկսում է մանգալ թևու վաճառը։ Ես շատ եմ տեսել գյուղացիների հուսահատ դեմքեր, ովքեր բերք ունենալով չունեն գնորդ, ովքեր ամբողջ պրոցեսը անցել են և չունեն նորմալ գնորդ։ Անցած տարվա գների համար շատ եմ տեսել դեպքեր, և գինը 2 անգամ կամ 50 դրամով, 60 դրամով ընկել է, և մարդը անգամ իր ներգրածը չի կարողացել հետ ստանալ։ Ինչն է պատճառը այս ամբողջ պրոցեսին։ Ինչու է մեր գյուղերում ապրելը անշահավետ, որովհետև մեր գյուղերի վրա մենք ծախսում ենք հարյուրավոր միլիոն դոլարներ, տարբեր խելացի անասնագոմեր, այլ ծրագրերի վրա։ Մենք խելացի անասնագոմ ենք կառուցում, խելացի անասնագոմ, բայց ունենք 200,000 գյուղացի, որ կաթ է արտադրում։ Ֆերմերը իրենց կաթը 110 դրամով են կառնում։ Այդ ինչու ենք ավելացնում արտադրությունը, եթե եղածին ենք 110 դրամով արտադրում։ Կարևոր բան, որ պետք է արվի, դա մթերման կայաններ է գյուղերում։ Ինչ է մթերման կայանը։ Մթերման կայանը միջնորդ է գյուղացու ընկերության միջև, որը գնելու է։ Օրինակ, Արաբական Միացյալ Էմիրություններից գալիս են Հայաստան, գնալու են օրինակ Արմավիրի մարզ Այգեշատ գյուղասեն իշխանով խաղ կառնեն, թե կգնան մթերման կայան, քանի որ մթերման կայանը ամբողջ շրջանով հավաքում է բերքը և մթերման կայանների հետ կպայմանավորվեն։ Իսկ ինչ է տալիս մթերման կայանը գյուղացուն։ Մթերման կայանը գյուղացուն տալիս է կանխատեսելիություն։ Տարվա սկզբում մթերման կայանը կնքում է պայմանագիր այն ընկերության հետ, ում վաճառելու է բերքը։ Եվ կնքում է պայմանագիր այն գյուղացու հետ, ումից գնելու է բերքը։ Եվ գյուղացին ունենալու է գնիկ վերջնականապես կանխատեսելիություն։ Չենք տեսնի են հուսահատ դեպքերը գյուղացիների, որ բերքը տանը չգիտի ինչ անի։ Բացի դրանից, երկրորդ բանը, մթերման կայանը մեծածախ գներով այսօր պարարտանյութը գյուղերում գնում են այսպես։ Վրաստանից մեկը ներմուծում է մեծածախ։ Տալիս է շրջանի ներկայացուցիչին։ Շրջանի ներկայացուցիչը տալիս է շրջանի խանութին պարարտանյութը։ Շրջանի խանութը պարտքով, գյուղական լեզվով ասած միսիա, տալիս է գյուղացուն, թանկ գնով։ Գյուղացին մի քանի տասնյակ տոկոս ավելի թանկ է վճարում պարարտանյութի համար, քան օրինակ հարևան երկրներում, քան մեծածախ գինը։ Դա ազդելու է վերջնական գնի վրա, հայկական ապրանքի վերջնական գնի վրա։ Մթերման կայանները ինչ են անելու, գնելու են գյուղացուց բերքը, բայց սեզոնի սկզբում են տալու են պարարտանյութ, որպեսզի մարդը ստիպված չլինի վարկ վերցնի։ Վարկը քիչ է վերցնում, պարարտանյութը էժան է վերցնում, դա փակում է բերքով։ Հայաստանի գյուղերի մեծ փոփոխությունը այս ճանապարհն է։ Մենք կարող ենք հարյուրավոր միլիոններ ծախսել, ոնց որ հիմա ծախսում են, եւ որևէ հաջողության մեր գյուղերում չհասնել։ Սիրուն ֆերմաներ կլինեն, բայց գյուղացին չի ապրի լավ։ Գյուղացին լավ ապրելու համար ինքը պետք է կարողանա պլանավորել իր կյանքը գոնե մի տարի առաջ։ Մթերման կայան։